Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Տիկին գլխավոր դատախազ, ես երկու հարց ունեմ, երկուսից յուրաքանչյուրը դրվագներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Տեսեք, երեք հարցեր հնչեցին մեղսագրված հոդվածներից մեկի վերաբերյալ, պարոն Աղազարյանին կաշառք ստանալու մասով եւ հարց հնչեց, թե ոնց կարող է պատգամավորը կաշառք ստանալ, եթե այդ հարցի լուծումը չի գտնվում իր լիազորությունների տիրույթում։ Դուք առաջարկեցիք ուշադիր կարդալ 27-րդ էջը միջնորդագրի եւ ուշադրություն դարձնել 438 հոդվածին, այն է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցություն, շահադիտական եւ այլ շահագրգռվածություն կամ խմբայցարից ելնելով անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը, բայց սա հոդվածներից մեկն է։ Մյուս հոդվածը միևնույնը վերաբերում է կաշառքին։ 435 հոդվածը դրվագներից մեկով վերաբերում է այդ դպրոցի պատմությանը եւ այնտեղ միջնորդագրի մեջ ասվում է. առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դրվագով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ այսինչ ընկերության հիմնադիր նախագահ այսինչյանը ազգային ժողովի թերգումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է ուշադրություն իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել այսինչ դպրոցի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը այսինչ ընկերության անհատույց տրամադրելու համար։ Այստեղ ինձ մոտ հարց է ծագում, ոնց կարող է պատգամավորը իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել այս հարցի լուծման համար։ Միջնորդագրի տրամաբանությամբ իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկելը գրություն գրելն էր, այսինքն Հովիկ Աղազարյանը ըստ միջնորդագրի գրություն է գրել Քաղշին, գրության բովանդակությունը չգիտեմ, ենթադրում եմ, որ առաջարկել է, որ ահա այսպիսի մի ներդրող կա կամ չգիտեմ, մի այսպիսի վթարային շենք կա, առաջարկում եմ անել այսպես կամ այնպես։ Ես չգիտեմ, այս հատվածը, այս գործողությունը մենք ինչքանով կարող ենք տեղավորել պաշտոնական անձի լիազորությունների շրջանակի մեջ, որովհետև այդ գրությունից միևնույնն է, ոչ մի բան կախված չէր կարող լինել եւ ինչպես ցույց են տալիս գաղտնալսումները, կախված չի եղել։ Այդ մարդիկ ասում են, դե ինչ է, սովորական պատասխան է տվել, դա մեզ ինչ, ոչ մի բան չի փոխում, գրություն է գրել ես նայել, ինչ որ բան է պատասխանել, կաշառք ստանալ, ես հասկանում եմ, կաշառք կարող է ստանալ այն պաշտոնատար անձը, ումից կախված է, ում որոշումից կախված է տվյալ հարցի լուծումը, ես այդպես եմ հասկանում։ Հակառակ դեպքում, եթե մենք պատգամավորի գրություն գրելու լիազորությունն էլ տեղավորենք կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ մասի մեջ, այդպես է կառավարության անդամներին հարց տալու իրավունք ունի պատգամավորը, բանավոր, գրավոր, ելույթ ունենալու իրավունք ունի, կարող է ստացվի, որ չգիտեմ, որևէ մեկը որևէ հարց տա, որևէ նախարարի, որևէ պատգամավոր, հետո պարզվի, որ այդ հարցի վերաբերյալ միտեղ կար մի ինչ-որ քրեական գործ, ես չեմ ասում, որ էսա դեպքը, ամենևին, ես խոսեմ կոնկրետ այս հոդվածի մասին, ես չեմ ասում, որ սա այդ նշած դեպքն է, բայց իմ կարծիքով կաշառք ստանալու հոդվածի օբյեկտիվ մասը չի համապատասխանում, երկրորդ մասով, ուրեմն, օրենսգրքի 438 հոդված, այստեղ արդեն ավելի առարկայական է խոսակցությունը, անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցություն, բայց այստեղ էլ մենք մեկ ուրիշ հարցի պետք է ուշադրություն դարձնենք։ Անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունը միայն պատգամավորական մանդատով չի, որ կարող է պայմանավորված լինել։ Անձի նկատմամբ, այսինքն պաշտոնատար անձի նկատմամբ, այն անձի նկատմամբ, ով որոշում կայացնելու իրավունք ունի։ Իրական կամ ենթադրյալ ազդեցություն կարող է ունենալ իր, չգիտեմ, մանկության ընկերը, իր, չգիտեմ, քավորը, սանիկը, իր կարող է պարտապան, պարտատիրոջ հարաբերություններ ունենան, ժամանակին իրան մի լավություն արած լինի, այլ պաշտոնյան էլ պետքա պատասխանի, եւ այստեղ միայն տվյալ անձի պատգամավոր լինելու փաստը բերելը բավարար չի, պետքա նաեւ նայել, թե որ պաշտոնյային է դիմել, իսկ ես կոնկրետ այդ պաշտոնյայի անունը միջնորդագրի մեջ չտեսա, կոնկրետ որ պաշտոնյայի է դիմել օգտագործելով իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը, այսինքն պետք է հասկանալ տվյալ պատգամավորը կամ տվյալ անձը ընդհանրապես տվյալ պաշտոնյայի նկատմամբ ունի իրական կամ ենթադրյալ ազդեցություն, թե չէ, այնպես չի, որ բոլորը նույն ազդեցությունն ունեն բոլոր պաշտոնյաների վրա։ Մի որևէ մարդու նկատմամբ կարող է ես ունենամ որևէ ազդեցություն պայմանավորված մեր անձնական հարաբերություններով, մեր, չգիտեմ, ընկերությամբ կամ
այլ հանգամանքներով այն մյուս падգամավորը կարող է չունենա, նա այլ մի ուրիշ պաշտոնյայի վրա։ Դա հասկանալու համար մեզ պետք է այն մյուս պաշտոնյայի անունը։ Միջնորդագիրն ասում է զանգահարել է ՍԱՏՄ այնիշ պաշտոնյային, ո՞ր պաշտոնյային։ Այդ պաշտոնյան ցուցմունք տվել է։ Խոսել են մի րոպե, քանի վայրկյան, չգիտեմ, 40 թե 50 քանի վայրկյան։ Այդ մյուս պաշտոնյան արդյոք ցուցմունք տվել է եկել ասել է, որ այո, Հովիկ Աղազյանը ինձ զանգահարեց եւ ինձ խնդրեց անօրինական կամ օրենքը շրջանցող բան անել։ Որտեղ են որ ինքը զանգահարել է ՍԱՏՄ պաշտոնյային։ Պարոն Աղազյանն էլ չի մերժում, ասում է, հա զանգահարել եմ, պարզվել է, որ դա հնարավոր չի անել, այդ մարդկանց էլ ասել եմ, չէ հնարավոր չի անել, կներեք։ Այսինքն այստեղ պետք է այն մյուս կողմին մենք լսենք, այն պաշտոնյային, որի անունը այստեղ չկա, ում նկատմամբ պարոն Աղազարյանը ունեցել է իրական կամ ենթադրյալ ազդեցություն, որն էլ հա օգտագործելով նպատակ ունեցել գումար վերցնի եւ այլն։ Կխնդրեի ես երկու հարցին անդրադառնալ։ Հարց համար առաջին. կաշառք ստանալու հոդվածի օբյեկտիվ մասում, որ արարքն է դրված, քաղշին գրություն գրելը, սա է, քաղշին գրություն գրելը։ Մենք համարում ենք կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ մաս, սա մեկ, եւ երկրորդը, որ պաշտոնյայի նկատմամբ է, արդեն երկրորդ հոդվածով, որ ՍԱՏՄ, որ, այսինքն ոչ թե անունը ասեք, այլ ասեք, որ դուք գիտեք այդ անունը եւ այդ մարդը կա գործում եւ ցուցմունք տվել է կամ դեռ չի տվել, պիտի տա, որ ունեք հավաստի տվյալներ, որ այսինչ պաշտոնյայի նկատմամբ կոնկրետ Հովիկ Աղազարյանը ունեցել է իրական, ոչ թե ընդհանրապես падգամավորը կարող է ունենալ ազդեցություն այլ պաշտոնյաների նկատմամբ, այլ հենց ինքը պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, ինչ-ինչ փաստական տվյալների վրա մենք կարող ենք ենթադրություն անել, որ այդ ինչ պաշտոնյայի նկատմամբ ունեցել է իրական կամ ենթադրյալ ազդեցություն եւ դա օգտագործել է քաղաքացուց գումար վերցնելու եւ այնտեղ հարցը լուծելու համար։ Այս երկու հարց է։ Շնորհակալություն։ Դեկին վարդապետություն։ Արսեն Թորոսյան, հաջորդ ծերության համար ամաց։